Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1584-րդ օրն է, ցանկանում եմ ձեզ ներկայացնել կարճ, բայց հագեցած եթեր, կան դրական նորություններ ինչպես ռազմաճակատից, այնպես էլ քաղաքական դաշտից, ուկրաինական ուժերը ծանր հարվածներ են հասցնում ռուսական օկուպացիոն բանակի օբյեկտներին, ինչպես Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում, այնպես էլ հենց Ռուսաստանի թիկունքում, շատ կարևոր տարածքային առաջընթացի մասին ձեզ կհայտնեմ այսօր, լուրջ իրավիճակ է փոխվում քարտեզի վրա, խոսքը տակտիկական առաջխաղացման մասին է, որը նոր ստրատեգիական արդյունքի է բերում։ Ուկրաինայի զինված ուժերի հարվածների պատճառով ռուսական օկուպացիոն ուժերը ստիպված են եղել փակել կամ խիստ սահմանափակել դեպի Ղրիմ տանող ցամաքային, այսպես կոչված միջանցքի գործունեությունը, խոսքը Ռոստովից ուկրաինական գրավյալ տարածքներով մինչև Ղրիմ ճանապարհի մասին է, պատկերը ձեր էկրաններին է։ Ռուսաստանը բախվել է այն խնդրին, որով տարիներ շարունակ վախեցնում էր Եվրոպային, բենզինի պակասը արդեն ընդգրկել է 50 տարածաշրջաններ Ռուսաստանի, որտեղ ստեղծվել է նաև ավիացիոն վառելիքի կերոսինի լուրջ դեֆիցիտ, ինչը սպառնում է երկրի ողջ հարավային ավիացիոն համակարգին։ Ռուսաստանի հարավի խոշոր ավիափոխադրողներից մեկը Ազիմուտ ընկերությունը հայտարարել է ավիացիոն վառելիքի հետ կապված ճգնաժամային իրավիճակի մասին։ Ընկերությունը հայտնել է կերոսինի գների կտրուկ աճի եւ հարավային շրջաններում փաստացի մատակարարումների կրճատման մասին։ Ռուսական կոմերսանտ պարբերականի տվյալներով վտանգի տակ կարող են հայտնվել Կովկասի ուղղությամբ իրականացվող չվերթները։ Նավթավերամշակման ենթակառուցվածքների դեմ հաջող հարվածների ֆոնին Ռուսաստանում վառելիքային իրավիճակը շարունակում է արագորեն վատ թարանալ։ Միջազգային վերլուծաբանների գնահատմամբ մայիսին հարվածների են ենթարկվել Ռուսաստանի 10 խոշորագույն նավթավերամշակման գործարաններից 8-ը։ Գործարանների մի մասը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը վերանորոգման նպատակով, միևնույն ժամանակ փոխվել է ուկրաինական հարվածների բնույթը ռուսական նավթավերամշակման գործարաններին, եթե նախկինում հիմնական թիրախները նավթի առաջնային վերամշակման կայանքներն էին, ապա այժմ ավելի հաճախ խոցվում են երկրորդային վերամշակման համակարգերը, դրանք բարդ տեխնոլոգիական համալիրներ են, որոնց զգալի մասը ձեռք է բերվել արտասահմանից եւ գտնվում է պատժամիջոցների ցանկում, ինչը դժվարացնում է դրանց արագ վերականգնումը։ Գեներալ Սիրսկին հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կազմում ստեղծվում են նոր բրիգադներ, կապված այն հանգամանքի հետ, որ Բելարուսը կարող է միանալ Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ, ինչպես գիտեք, Պուտինը ամեն կերպ փորձում է Լուկաշենկոին իրենով անել։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի խոսքով ուկրաինական հետախուզությունը արձանագրում է Կրեմլի կողմից ինքնահռչակ բելարուսական նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ ճնշման ուժեղացում, նրան ուղղակիորեն պատերազմի մեջ ներքաշելու նպատակով Կիևում չեն բացառում ոչ միայն Բելարուսի կողմից հնարավոր սադրանքները, այլև նոր ներխուժումը Բելարուսի տարածքից։ Կարևոր մանրամասն ձեզ հայտնեմ, Կիևի ուլտիմատումից հետո Բելարուսում դադարել են գործել այն վերահաղորդիչները, որոնք օգտագործվում էին Ուկրաինայի դեմ հարվածների ճշգրտման համար։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հունիսի 22-ից Բելարուսի տարածքում գտնվող այդ սարքավորումները այլևս չեն գործում։ Ես ճիշտն ասած սպասում էի նման զարգացման, որովհետև Լուկաշենկոն արդեն 2 անգամ տեսել է, թե Ուկրաինան ինչպես է վարվում նման սարքավորումների հետ հենց Բելարուսի տարածքում, երևի թե 3-րդ անգամ զգաց, որ միգուցե վնասները էլ ավելին լինեն։ Միևնույն ժամանակ ռուսական Վյորսկա լրատվականը հղում անելով իր աղբյուրներին գրում է, որ ռազմաճակատում գտնվող ռուսաստանցի մոբիլիզացվածների եւ փորձառու գրոհային պայմանագրային զինծառայողների շրջանում աճում են հուսահատությունը, դժգոհությունն ու իշխանությունների նկատմամբ ատելությունը։ Հրատարակության զրուցակիցների խոսքով նման մակարդակի լարվածություն եւ զայրույթ Պուտինի վարչակարգի նկատմամբ չի եղել նույնիսկ նախորդ տարիներին։ Ռուս զինվորականների գնահատմամբ իրավիճակը սկսում է հիշեցնել Խորհրդային Միության վերջին տարիները նրա փլուզումից առաջ։ Այս ֆոնին բայրակթարները վերադարձել են ռազմաճակատ, հայտնվել է 3 ռուսական թիրախների խոցման տեսանյութ, ուկրաինական բայրակթար TB2 դրոնները երկար դադարից հետո կրկին հայտնվել են մարտական գործողություններում, հարվածային անօդաչուները ոչնչացրել են 3 ռուսական անանձնակազմ նավակ, որոնք փորձել են հարձակվել
Ուկրաինայի Սևծովյան ափի վրա։ Տեսանյութերը հրապարակվել են ռազմական ալիքներում եւ բնականաբար դրանք առկա են նաեւ մեր Telegram-յան ալիքում։ Լայնամասշտաբ պատերազմի առաջին ամիսներից հետո շատերը կարծում էին, որ բայրակթարները կորցրել են իրենց նախկին նշանակությունը Ռուսաստանի խիտ հակաօդային պաշտպանության պատճառով, սակայն ծովային իրավիճակը ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ Ռուսաստանը չունի հզոր ցամաքային պաշտպանություն, բայրակթարները կրկին դառնում են վտանգավոր հարվածային միջոց։ Սևծովում բայրակթար TB2-ները գործում են հենց այն պայմաններում, որտեղ դրանց ուժեղ կողմերը, հեռահարությունը, օպտիկական համակարգերը, հետախուզությունն ու ճշգրիտ խոցումը կրկին արդյունավետ արդյունք են տալիս։ Ով կպատկերացներ, չէ՞, մի քանի տարի առաջ, որ բայրակթարները այդքան հզոր զենքը կարող էր արդիական չլինել, բայց պատերազմը այդպիսին է, գնալով հարվածային միջոցները զարգանում են եւ բայրակթարները, որոնք առաջ համարվում էին շատ կարեւոր զենքեր, հիմա արդեն երկրորդական ուղղություններով են օգտագործվում, բայց կարեւորը օգտագործելն է։ Իդեպ հունիսի վերջին օրերին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության մեջ հայտնվել է նոր զենք, հավասարեցնող կառավարվող ավիառումբը, որն արդեն կիրառվում է մարտական փորձարկումների շրջանակում։ Կառավարվող ավիառումբը մտել է սերիական արտադրության փուլ, այն առաջին անգամ ներկայացվել էր դեռևս մայիսի 18-ին Փարիզում անցկացված ցուցահանդեսում։ Եթե հիշում եք, ես արդեն տեղեկացրել էի ձեզ այդ մասին, իսկ այժմ հայտնի են դարձել նոր մանրամասներ, որ ավիառումբը արդեն կիրառվում է մարտի դաշտում։ Ցանկանում եմ նախազգուշացնել մեր լսարանին զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տարբեր մանիպուլյացիաների մասին, որոնք վերաբերում են Ուկրաինայի կողմից ամերիկյան արտադրության զենքի կիրառմանը Ռուսաստանի տարածքում թիրախներ խոցելու համար։ Լրագրողական աղմուկը միշտ ուղեկցում է ռազմական գործողություններին, սակայն տվյալ դեպքում հրապարակումները կրում են չափազանց սադրիչ բնույթ։ Խնդրում եմ զգույշ լինել նույնիսկ արևմտյան լրատվամիջոցների նյութերը օգտագործելիս, քանի որ որևէ տեղեկատվություն չի կարելի համարել լիովին հավաստի, քանի դեռ չկա պաշտոնական հաստատում Կիևից կամ Վաշինգտոնից։ Նույնը վերաբերում է տարբեր բլոգերների հրապարակումներին, որոնք նախկինում որևէ առնչություն չեն ունեցել ուկրաինական կամ հայ-ուկրաինական տեղեկատվական դաշտի հետ, սակայն այժմ հայտարարում են Հայաստանում իբր ուկրաինական ինչ-որ նախաձեռնությունների, կառույցների գործունեության մասին։ Ես հասկանում եմ, որ Ուկրաինայի հետ կապված ցանկացած դրական նորություն ուրախացնող է, հատկապես մեր լսարանին Ուկրաինայի աջակիցներին, սակայն ցանկանում եմ նախազգուշացնել ձեզ, որպեսզի հետո հիասթափություն չապրեք, հետևեք ավելի լավ է պաշտոնական տեղեկատվությանը, երբ խոսքը վերաբերում է այս կամ այն պետական հաստատությանը, կազմակերպության կամ կառույցի բացմանը, ոչ ոք չի կարող փոխարինել պաշտոնական հաղորդագրություններին։ Վերջին օրերին ժպիտով հետևում էի Facebook-ում տարածվող որոշ գրառումների եւ հրապարակումների, երբ մի անձ, որը 1 տարվա ընթացքում հրապարակայնորեն մի քանի անգամ փոխել է իր գործունեության ուղղությունը, փորձել էր ներկայանալ նոր դերում եւ իրեն կապել բավական տպավորիչ անվանում ունեցող կազմակերպության հետ, տեսա, որ հենց մեր լսարանից շատերը լայքել էին ուրախությունից, պարզապես ուզեցա զգուշացնել, որ պատերազմի ժամանակ նման դեպքերը շատ են, երբ մեր վիճակը ծանր էր, շատերը մեզնից դիստանցավորվում էին, հիմա երբ որ տեսնում են հաղթանակի մոտ լինելը, արդեն սկսում են իրենց ուկրաինացի գործիչներ ներկայացնել կամ Ուկրաինայի հետ կապված բլոգերներ են հայտնվում։ Մենք լավ հիշում ենք, ով որտեղ էր 22 թվականին եւ ինչով էր զբաղված, եւ պետք լինելու դեպքում անպայման կհիշեցնենք։ Նաև խնդրում եմ զգույշ լինել լրատվական աղբյուրների ընտրության հարցում, եւս մեկ անգամ ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Ուկրաինայում բոլոր լրատվամիջոցները հեռարձակվում են ուկրաիներեն լեզվով, բացառությամբ հատուկ Freedom հեռուստաալիքի, նույնը վերաբերում է նաև հեղինակավոր եւ իրապես մասնագիտական բլոգերներին կամ փորձագետներին, բոլոր այն մարդիկ, ովքեր այսօր ունեն իրական ազդեցություն եւ արդիականություն, հաղորդակցվում են ուկրաիներեն լեզվով։ Դուք հավանաբար նկատել եք, որ իմ հարցազրույցների ընթացքում ես հաճախ խնդրում եմ իմ զրուցակիցներին, ուկրաինացի փորձագետներին կամ պաշտոնյաներին անցնել ռուսերեն լեզվի, քանի որ այն դեռևս ավելի հասկանալի եւ ծանոթ է հայկական լսարանի զգալի զանգվածի համար, այնպես որ եթե մարդիկ տեսնում եք, որ իրենք իրենցով ռուսերեն են խոսում, 99% հավանականությամբ, որ դրանք Ուկրաինայի հետ կապված չեն, այլ կապված են երրորդ երկրների հետ։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Ստերնենկոն ինտրիգային հայտարարություն է արել Ղրիմում ռուսական օկուպացիոն ուժերի դեմ Ուկրաինայի պաշտպանության ուժերի հետագա գործողությունների վերաբերյալ։ Ուկրաինան պատրաստում է մի բան, որը կարող է չափազանց ծանր հետևանքներ ունենալ ռուսական բանակի համար, ժամանակավորապես օկուպացված Ղրիմում հատկապես դժվար կլինի այն օկուպանտների համար, որոնք վերջինն են փորձելու լքել թերակղզին, ասել է Ստերնենկոն։ Դա գիտեք, ես իմ եթերներում բազմիցս արդեն ասել եմ, որ ամենաճիշտ
ամենաճիշտ որոշումը Ղրիմի առումով դա լքելն է Ղրիմի տարածքը կամ գոնե հնարավորինս հեռու լինել ռուսական զորքերից, նրանց սարքավորումներից եւ եթե մարդիկ մնում են Ղրիմում, ապա փորձեն համագործակցել ուկրաինական բանակի հետ։ Palantir Technologies ընկերության գլխավոր տնօրեն Ալեքս Կարպը կարծում է, որ ժամանակակից պատերազմի պայմաններում Ուկրաինայի գլխավոր արժեքը ոչ միայն սպառազինության արտադրությունն է, այլ առաջին հերթին մարտական գործողությունների կառավարման արդյունավետ համակարգերի ստեղծումն ու թվային տեխնոլոգիաների կիրառումը ռազմի դաշտում։ Հենց այդ տեխնոլոգիաների շնորհիվ է, որ մենք կարողանում ենք ամեն օր ձեզ ստույգ թվեր ասել ռազմաճակատում ռուսական կորուստների մասին, որովհետև այդ կառավարման ծրագրերի շնորհիվ տեսնում ենք ամեն ինչ կա ռազմաճակատում։ Բլումբերգի գնահատմամբ ռուսական զորքերի ամսական կորուստները հասնում են մոտ 35,000 զինվորի, ներառյալ սպանվածներին, վիրավորներին եւ անհետ կորածներին, միևնույն ժամանակ Ռուսաստանի բանակի առաջխաղացման տեմպերը փաստացի նվազել են գրեթե 0-ի, իսկ ուկրաինացի զինվորները վերջին ամիսներին իրականացրել են մի շարք հաջող տեղային հակագրոհներ, գործակալության վերլուծությունները ռազմաճակատում իրավիճակի փոփոխության հիմնական գործոնն են համարում ուկրաինական անօդաչու տեխնոլոգիաների զարգացումը, դրոնների զանգվածային կիրառումը ռուսական զորքերի համար ստեղծում է այսպես կոչված մահվան գոտին, դժվարացնելով ինչպես տեղաշարժը, այնպես էլ ուժերի կենտրոնացումը, առաջնագծում կամ դրա անմիջական հարևանությամբ Կիևի համար լրացուցիչ առավելությունը դարձել եվրոպական դաշնակիցների աջակցության ընդլայնումը, սակայն ինչպես նշվում է Bloomberg-ի նյութում, պատերազմի շուտափույթ ավարտի մասին խոսելը դեռ վաղ է, Կրեմլի ղեկավար Պուտինը հայտնվելով փակուղային իրավիճակում կարող է դիմել հետագա էսկալացիաների, որպեսզի ձգձգի իր գոյատևումը։ Bloomberg-ում կարծում են, որ եթե Ուկրաինային հաջողվի պահպանել ներկայիս դինամիկան եւ շարունակել վնաս հասցնել ինչպես ռուսական բանակին, այնպես էլ Ռուսաստանի տնտեսությանը, ապա Կրեմլը կարող է համաձայնել պատերազմի ավարտին այնպիսի պայմաններով, որոնք ավելի ընդունելի կլինեն Կիևի համար։ Իսկ այժմ նախքան ուկրաինական հարվածների մասին եւ ռազմաճակատի լուրերի մասին հաղորդումների առաջին բլոկին անցնելը, խնդրում եմ մի քանի վայրկյան ընձեռնել եւ լայքել մեր եթերը, ինչպես նաեւ հնարավորության դեպքում տարածել այն սոցիալական ցանցերում։ Ձեր աջակցությունը լայքերի եւ տարածումների տեսքով շատ զգալի է, անչափ շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ ձեր աջակցության համար։ Անցած 2 օրվա ընթացքում Ուկրաինայի գլխավոր շտաբի տեսալուսանկարահանած տվյալների համաձայն ռազմաճակատում տեղի է ունեցել ավելի քան 489 մարտական բախում, որոնց ընթացքում օկուպացիոն զորքերը կորցրել են եւս 2580 զինվոր եւ ավելի քան 4838 միավոր տեխնիկա, անօդաչու թռչող սարք, տրանսպորտ եւ սպառազինություն։ Ռելիզները ձեր էկրաններին են, աջ կողմում ամենաակտուալն է։ Պատերազմի սկզբից մինչ օրս թշնամու ընդհանուր կորուստները կազմել են արդեն 1,398,370 զինծառայող։ Հրատապ լուրեր հարավային ճակատից, ուկրաինական դրոշը կրկին ծածանվում է Նիկոլաևի մարզի Կինբուրնյան հրվանդանի Կինբուրնսկայա կասայի վրա։ Կապույտ եւ դեղին դրոշը Ուկրաինայի պաշտպանության ուժերի մարտիկների կողմից բարձրացվել էր 3 հունիսի 25-ին, համապատասխան կադրերը արդեն հրապարակվել է հարավ տարածքային պաշտպանության ուժերի տարածաշրջանային վարչության կողմից, ինչը անմիջապես վերահրապարակվել է մեր Telegram-յան ալիքում։ Պաշտոնական տվյալներով դրոշի տեղադրմանը նախորդել են հզոր հրետանային եւ հրթիռային հարվածներ ռուսական օկուպացիոն ուժերի դիրքերին։ Հրամանատարությունը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության ստորաբաժանումները կրել են լուրջ կորուստներ, լքել են իրենց պաշտպանական բնագծերը եւ հապշտապ տարհանել ողջ մնացած անձնակազմը։ Այնուամենայնիվ պահպանենք սառնասրտություն եւ հասկանանք մանրամասները, սա արդյոք ամբողջական ազատագրում է, թե համարձակ հատուկ գործողություն։ Ռազմական վերլուծաբանները ներառյալ Deep State-ի թիմը, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի խոսնակ Դմիտրի Պլետենչուկը կոչ են անում զսպվածություն ցուցաբերել։ Այս պահին իրավիճակը հետևյալն է. Դրոշը տեղում է, սա փաստ է, որը հաստատված է տեսագրությամբ, ամենայն հավանականությամբ սա նպատակային գրոհի արդյունք է։ Հրվանդանը դեռ ամբողջությամբ մաքրված չէ Ուկրաինայի զինված ուժերի կողմից, թերակղզու լիակատար վերահսկողության մասին խոսելը դեռ վաղ է։ Կինբուրնյան հրվանդանը շարունակում է մնալ ակտիվ մարտական գործողությունների գոտի, հակառակորդը փորձում է դիմադրել, ռուսական զորքերը շարունակում են փորձել օգտագործել այս տարածքը որպես հենադաշտ դրոնների արձակման եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի
աշխատանքի համար։ Հիշեցնեմ, որ սա առաջին նմանատիպ գործողությունը չէ։ 24 թվականի օգոստոսին Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության մարտիկները արդեն իսկ իրականացրել էին խոշոր դեսանտային գործողություն Հրվանդանում, ոչնչացնելով տեխնիկան եւ նույնպես տեղադրելով պետական դրոշը։ Երեկվա քայլը հզոր հոգեբանական հարված է թշնամուն եւ հստակ ազդանշան Գինբուրնյան Հրվանդանը ազատագրվելու է։ Մենք շարունակելու ենք հետևել գլխավոր շտաբի թարմացումներին։ Ասեմ, որ երեկվա գործողությունը տարբերվում է 24 թվականի օգոստոսին Ուկրաինայի գործողությունից։ Մեր լսարանը լավ գիտի, որ Ուկրաինան ոչնչացնում է ռուսական լոգիստիկան եւ ռուսները առաջնագծում դիրքեր պահելու խնդիր ունեն, այնպես որ մեծ հետաքրքրությամբ եւ ինտրիգայով սպասում ենք իրավիճակի զարգացմանը։ Երեք մենք Ղրիմին ավելի մոտ դառանք եւս մեկ քայլով։ Ուկրաինայի զինված ուժերը նախորդ օրը հարվածներ են հասցրել նաև Կրասնոդարի երկրամասի նավթաբազային, օկուպացված տարածքներում գտնվող կամուրջներին եւ Ղրիմում տեղակայված ռադիոլոկացիոն համալիրներին։ Հունիսի 24-ից 25-ին Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները հարվածներ են հասցրել Ռուսաստանի տարածքում եւ ժամանակավորապես օկուպացված շրջաններում գտնվող օկուպացիոն ուժերի մի շարք ռազմավարական օբյեկտների, այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Հունիսի 25-ին խոցված թիրախների թվում են Կրասնոդարի երկրամասում գտնվող Պալտավսկայա նավթաբազան, որտեղ հրդեհ է բռնկվել։ Ըստ հաղորդագրության այս օբյեկտը օգտագործվում էր օկուպացված տարածքներում ռուսական զորքերի մատակարարման համար։ Զապորոժիայի մարզում գտնվող Կորսակ գետի կամուրջը, ինչպես նաև Լուգանսկի մարզում Ադյար եւ Լուգանչիկ գետերի վրա գտնվող երկու երկաթուղային կամուրջները հաղորդվում է, որ դրանք օգտագործվում էին անձնակազմի եւ զինամթերքի տեղափոխման նպատակով։ Մեկ օր առաջ հունիսի 24-ին խոցված թիրախների թվում են արդեն հաստատված Լուգանսկի մարզի Նովոհաննովկայի շրջանում գտնվող նյութատեխնիկական պահեստը, Դոնեցկի մարզի Ցուկուրինեի մոտ գտնվող հրամանատարական կետը, ինչպես նաև Կերչի շրջանում տեղակայված Նեբը ռադիոլոկացիոն կայանը եւ Սկալա M ռադիոլոկացիոն համալիրը։ Բացի այդ, հունիսի 25-ի գիշերը Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերը հարվածել են ժամանակավորապես օկուպացված Ղրիմում գտնվող 38 թիրախի, դրանց թվում են հակաօդային պաշտպանության միջոցներ, վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ եւ լոգիստիկ հանգույցներ։ Այս մասին հայտնել է անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Մադյար Բրովդին։ Մասնավորապես խոցվել են ռուսական զորքերի ZU-23 երկու զենիթային կայանքը Կումավոյե բնակավայրում, ինչպես նաև 3 առափնյա ռադիոլոկացիոն կայան, 1 MR-231 կայան Միրնեյեում եւ 2 Նևա B համալիրներ Մարսկոյում եւ Զաազյորնեյում։ Խոցված թիրախների թվում են նաև Սիմֆերոպոլում գտնվող Տավրիական ջերմաէլեկտրակայանը, Ջանկոյի նավթաբազան, Ժուրավլովկա եւ Կլյուչի բնակավայրերում գտնվող գազի կոմպրեսորային կայանները։ Բացի այդ, վնասվել են էլեկտրական ենթակայաններ Սևաստոպոլում եւ Սիմֆերոպոլում։ Պարզ է, որ այս ամենից հետո ռուսների մոտ խուճ ապեղերիմում ռադիոազատությունը հաղորդում է, որ Կերչի կամրջի դիմաց օկուպացված Ղրիմից դուրս գալու ուղղությամբ 3 առաջացել էր ավելի քան 10 կիլոմետր երկարությամբ խցանում։ Planet Lab-ի հունիսի 24-ի արբանյակային լուսանկարներում երևում է մոտ 1.500 ավտոմեքենայի կուտակում, որոնք շարժվում էին դեպի Ռուսաստան։ Բոլոր տեսանյութերն ու լուսանկարները մեր Telegram-ում են։ Խցանումը սկսվում էր կամրջից առաջ գտնվող անցակետից եւ ձգվում մինչեւ Կերչի շրջանի Իվանովկա գյուղի հատվածը։ Ղրիմի բնակիչներն ավելի հաճախ են սոցիալական ցանցերում գրում, որ ցանկանում են հեռանալ թերակղզուց ընդմիշտ կամ գոնե ժամանակավորապես, քանի որ այնտեղ բնականon կյանքն ավելի ու ավելի դժվար է դառնում։ Նրանց խոսքով բենզինը պակասում է, էլեկտրոէներգիայի անջատումները հաճախակի են, իսկ ճանապարհներն ու լաստանավային հաղորդակցությունը գործում են ընդհատումներով։ Այս ամենը տեղի է ունենում վառելիքի ճգնաժամի, էլեկտրոէներգիայի անջատումների եւ թերակղզու լոգիստիկ ենթակառուցվածքների վրա շարունակվող հարվածների ֆոնին։ Եթե մեզ Ղրիմից լսողներ կան կամ կան մարդիկ, ովքեր Ղրիմում ունեն հայ ազգականներ, ապա փոխանցեք, որ իրենք իրենց գլխի ճարը տեսնեն եւ ամենագլխավորը հեռու մնան Պուտինյան զորքերից եւ որևիցե կերպ չներգրավվեն օկուպացիոն ուժերի գործողություններին։ Հունիսի 25-ի գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերը օդային հարվածներ են հասցրել Ռուսաստանի կազմում գտնվող Բաշկորտաստանի Հանրապետության նավթային ենթակառուցվածքներին, վնասվել են 2 տեղական նավթավերամշակման գործարաններ։ Մեր Telegram-յան ալիքի բաժանորդները արդեն տեսել են հավանաբար լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցում երևում էր, թե ինչպես են ուկրաինական հեռահար բարի դրոնները հասել Ուֆայի նավթավերամշակման գործարաններին։ Նշեմ, որ Ուկրաինայի սահմանից մինչև Բաշկորտաստան ավելի քան 1500 կիլոմետր է, ով կմտածեր, չէ՞ որ
Ռուսաստանը մաղ է դարձել։ Ուֆայի բնակիչների խոսքով իրենք լսել են մի քանի պայթյուն, նավթավերամշակման գործարանների տարածքում հրդեհներ են բռնկվել, ըստ հաղորդագրությունների ուկրաինական բարի դրոնները հաջողությամբ խոցել են 2 նավթավերամշակման գործարան։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ տվյալների վերլուծության արդյունքում հաստատվել է հունիսի 22-ի գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերի կողմից Ռուսաստանի Վլադիմիրի մարզի Գուս-Խրուստալնի քաղաքի շրջանում գտնվող Վլադիմիր տիեզերական կապի կենտրոնին հասցված հարվածի փաստը։ Հաղորդվում է, որ լուրջ վնասվել են համալիրի գլխավոր ալեհավաքը 25 մետր տրամագծով, պարաբոլիկ ալեհավաքը, ինչպես նաև գլխավոր ապարատը ծրագրային համալիրի տանիքի վրա տեղակայված ալեհավաքը։ Զգալի վնասներ է կրել նաև գլխավոր ապարատը ծրագրային համալիրի կենտրոնական հատվածը, որտեղ տեղակայված էին արբանյակային մոդեմների եւ մուլտիպլեքսների սրահները, ինչպես նաև կենտրոնական կոմուտացիոն հանգույցը, որին միացված են մյուս տիեզերական կենտրոնների հետ կապ ապահովող օպտիկամանրաթելային կապի գծերը։ Բացի այդ, խիստ վնասվել է ապարատատեխնիկական կորպուսի թիվ 1 շենքը, որտեղ տեղակայված են հաղորդիչ եւ ընդունիչ համակարգերը, ալեհավաքային հանգույցների մալուխային գծերի կենտրոնական կոմուտացիոն կայանը, ինչպես նաև գլխավոր ալեհավաքի հաղորդիչների եւ էլեկտրոնային սարքավորումների հովացման համակարգերը։ Մայիս ամսվա ընթացքում Ուկրաինայի պաշտպանության ուժերը ազատագրել են մոտ 2 անգամ ավելի մեծ տարածք, քան նույն ժամանակահատվածում վերահսկողության տակ է վերցրել ռուսական բանակը։ Ուկրաինայի պաշտպանության նախարարի եվրոպական ինտեգրացման հարցերով տեղակալ Սերգեյ Բոյևի խոսքով գործընկերների բավարար աջակցությունը կարող է զգալիորեն մեծացնել այս հաջողությունները ուկրաինական բանակի ակնարկը զենքի մատակարարման մասին է։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ուկրաինայի անվտանգության ծառայության 40-օրյա գործողությունների ծրագիրը, որի նպատակն է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա պատերազմը դադարեցնելու համար, այլ կերպ ասած 40 օրվա հարվածների ծրագիր է հաստատել Ուկրաինայի նախագահը։ Բացի այդ, նախագահ Զելենսկին նոր պահանջ է ներկայացրել Բելարուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոին։ Նրա խոսքով Բելարուսը Մոսկվայի ազդեցության ներքո ակտիվ ռազմական շինարարություն էր իրականացնում նախապատրաստելով այսպես կոչված հատուկ ռազմական գործողության հնարավոր ընդլայնմանը։ Այս մասին Զելենսկին հայտարարել է արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեք Լուգովսկու հետ աշխատանքային հանդիպումից հետո։ Նախագահի տվյալներով բելարուսական սահմանամերձ շրջաններում իրականացվող լայնածավալ շինարարությունը մոտենում է ավարտին։ Խոսքը վերաբերում է ճանապարհների, զինամթերքի, պահեստների եւ վառելիքաքսանյութերի պահպանման բազաների կառուցմանը։ Մեջբերեմ, սա որևէ այլ իմաստ չունի բացի ռազմական նշանակությունից։ Մենք գիտենք, որ ռուսական փաստաթղթերում այս ամենը ներկայացվում է հենց այսպես կոչված հատուկ ռազմական գործողության առաջադրանքների համատեքստում, հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով Մինսկին արդեն փոխանցվել են անհրաժեշտ ազդակներ այն մասին, որ նման վտանգավոր գործողությունը պետք է դադարեցվի, ինչպես նաև պետք է կրճատվի Մոսկվայի հետ այն համագործակցությունը, որը նպաստում է ագրեսիայի շարունակմանն ու ընդլայնմանը։ Նորից մեջբերեմ նախագահին, Բելարուսի կողմից սահմանամերձ ռազմական ենթակառուցվածքների կառուցումը պետք է դադարեցվի։ Լարվածության նվազեցման եւ խաղաղությանն ուղղված քայլերը պետք է ձեռնարկվեն հենց բելարուսական կողմից, ընդգծել է Զելենսկին, այսինքն չհասցրեց Լուկաշենկոն մեկ պահանջ կատարել, ինչին հետևեց եւս մեկ պահանջ ավելի մեծ հավակնությամբ։ Տեսնենք քանի օրում Լուկաշենկոն նաեւ այս պահանջը կկատարի, նա գիտի թե ինչ կլինի, եթե Զելենսկու խոսքը դրժի։ Բացի այդ, նախագահ Զելենսկին հայտարարել է, որ հրաման է տրվել գործել կանխարգելիչ եղանակով, ռուսների լեզվով ասած «на опережение»։ Ուկրաինայի նախագահը հանձնարարել է հետախուզական ծառայություններին եւ զինված ուժերին կանխարգելիչ հարվածներ հասցնել այն օբյեկտներին, որոնք Ռուսաստանը օգտագործում է պատերազմի հետագա ընդլայնման համար։ Ըստ նրա, Ռուսաստանը հակօդային պաշտպանության համակարգերը տեղափոխում է ավելի մոտ Մոսկվային, Վալդային եւ Ղրիմի կամրջին, դրանք դուրս բերելով այլ ուղղություններից։ Զելենսկու խոսքով ուկրաինական գործողությունները, այդ թվում Ղրիմում իրականացվող մանրակրկիտ պլանավորված եւ հաշվարկված են։ Մեջբերեմ, եթե Ուկրաինան ստանա այն հնարավորությունները, որոնց մասին մենք խոսել ենք մեր գործընկերների հետ, ապա մենք արագ կստեղծենք այնպիսի պայմաններ, որոնց դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի ընտրել խաղաղությունը, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ Ամերիկյան հայտարարությունից էլ խոսանք եւ անցնենք արդեն այսօրվա հարվածներին։ Ամերիկայի պետքարտուղար Մարկո Ռուբիոն կտրուկ արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին Անկորիջի ոգու եւ Դոնբասը հանձնելու ենթադրյալ ծրագրի վերաբերյալ։ Ռուբիոն հայտարարել է, որ Ամերիկայի նախագահ Թրամփի եւ Ռուսաստանի բռնապետ Պուտինի Ալյասկայում կայացած հանդիպման ընթացքում Ուկրաինայի դեմ պատերազմի ավարտի վերաբերյալ որևէ համաձայնություն չի ձեռք բերվել, չնայած Մոսկվան
պնդում է հակառակը։ Նրա խոսքով քննարկվել են միայն տարբեր առաջարկներ, սակայն վերջնական պայմանավորվածություն չի կայացվել։ Այս կոշտ հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Մոսկվան փորձել է հղում անել այսպես կոչված Ալյասկայի ոգուն եւ ներկայացնել այդ հանդիպումը որպես Ուկրաինայից եւ Արևմուտքից հնարավոր զիջումների հիմք, մեջբերեմ Ռուբիոին Ալյասկայում ներկայացվել է միայն առաջարկ, այնտեղ երբեք որևէ համաձայնագիր չի կնքվել, հայտարարել է Մարկո Ռուբիոն։ Եվրոպական լրատվամիջոցների հաղորդումների ֆոնին, ըստ որոնց Նիդերլանդները 250 միլիոն եվրոյի շրջանակում Ուկրաինայի համար ձեռք են բերում 700 ռուտաբլոկի 2 թևավոր հրթիռ, հաճույքով տեղեկացնեմ, որ ուկրաինական բանակը նաև անցած գիշեր հաջողությամբ խոցել է թիրախներ ինչպես Ղրիմում, որտեղ արձանագրվել են հրդեհներ տարբեր օբյեկտներում, այնպես էլ օդային հարվածներ է հասցրել Ռուսաստանի Տուլայի մարզում գտնվող ռազմական եւ ռազմավարական նշանակության օբյեկտներին։ Այս պահին հայտնի որ հարվածի են ենթարկվել Ազոտ ռազմական քիմիական կոմբինատը եւ Նովոմոսկովսկի ջերմաէլեկտրակայանը։ Մեր տելեգրամյան ալիքում հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը վկայում են, որ Տուլայի մարզի ռազմավարական օբյեկտներին հասցված հարվածը հաջող է եղել։ Իդեպ ականատեսների փոխանցմամբ Ղրիմից դեպի Կրասնոդարի երկրամաս տանող ճանապարհին, այսինքն կամրջին, խցանումը արդեն հասել է 15 կիլոմետրի, համապատասխան կադրերը նույնպես հրապարակված են մեր տելեգրամյան ալիքում։ Վերադառնալով ռուտաբլոկի 2 թևավոր հրթիռներին, նշեմ, որ դրանք ունեն մոտ 700 կիլոմետր հեռահարություն, զինված են 250 կիլոգրամ կշռող մարտական մասով եւ օգտագործում են արհեստական բանականություն թիրախների ճանաչման համար։ Կարճ ասած, որքան էլ Մոսկվան բնակելի շենքերի տանիքներին տեղակայի հակաօդային պաշտպանության միջոցներ, դժվար թե դա օգնի Պուտինին։ Իդեպ անցած երեկոյան եւ գիշերը Պուտինը կրկին փորձեց ատամ ցույց տալ Կիևի եւ Կրեմենչուգի նկատմամբ բալիստիկ հրթիռային հարված, ինչպես նաև առաջնագծին կամ սահմանին մոտ գտնվող շրջանների դեմ դրոնային ահաբեկչությամբ, սակայն ուկրաինական հարվածների մասշտաբների, իսկ ավելի ճիշտ կլինի ասել դրանց հետևանքների ֆոնին, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ Ռուսաստանի տարածքում, Պուտինի հարվածները միայն հիշեցնում են նրա ահաբեկչական էության մասին եւ չեն կարող ազդել Ուկրաինայի տրամադրության վրա, շարունակել պարտադրել Ռուսաստանին ետ կանգնել իր ագրեսիայից։ Ավելացնեմ, որ օրերս Օրենբուրգին հասցված ուկրաինական հարվածից հետո տրանսպորտի համար բենզինի եւ դիզելային վառելիքի ճգնաժամին կարող է միանալ նաեւ ավտոգազի շուկայում առաջացող ճգնաժամը։ Համապատասխան տեսանյութեր արդեն կան մեր տելեգրամում եւս։ Դեռ մասշտաբները բենզինի եւ դիզելի պես չէ, բայց սկիզբը դրված է նաեւ ավտոգազի ոլորտում ճգնաժամի։ Եվ ուրբաթօրյա եթերն ավարտեմ եւս մեկ դրական նորությամբ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոից, ով գլխավորում էր ուկրաինական պատվիրակությունը Ուկրաինայի վերականգնման միջազգային համաժողովում, որը հունիսի 25-ից 26-ը անցկացվել է Լեհաստանի Գդանսկ քաղաքում։ Համաժողովի ընթացքում ստորագրվել է 160 պայմանագիր, ընդհանուր ավելի քան 10 միլիարդ եվրո արժողությամբ։ Սվիրիդենկոյի խոսքով Ուկրաինայի վերականգնման հերթական համաժողովի հիմնական արդյունքներից առաջինն այն է, որ Եվրոպական Միությունը Կիևին տրամադրել է 3.2 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնություն, սա առաջին մասնաբաժինն է ընդհանուր 90 միլիարդ եվրո վարկից, որը Ուկրաինան կստանա 26-ից 27 թվականներին։ Այդ վարկ բառը թող ոչ ոքի չվախեցնի, վարկը պետք է մարվի Ռուսաստանի կողմից։ Երկրորդ կարևոր լուրը, որ հայտնեց Ուկրաինայի վարչապետը, Համաշխարհային բանկի հետ ստորագրվել է 3.4 միլիարդ ամերիկյան դոլարի համաձայնագիր, այդ գումարից 1.4 միլիարդ դոլարը վարկ է, իսկ 2.35 միլիարդ դոլարը Fortis Ukraine հիմնադրամի դրամաշնորհներն են։ Երրորդ ուրախալի փաստը ըստ Սվիրիդենկոյի պատրաստ է աշխատանքի անցնել Ուկրաինայի վերականգնման European Flagship ֆոնդը, ինչպես նաև ստեղծվել է ուկրաինական տրանսպորտի աջակցության հիմնադրամ, բացի այդ ներգրավվել է 140 միլիոն եվրո Ուկրաինայի բնակարանային ծրագրերի ֆինանսավորման համար։ Շատ չերկարացնեմ ուրբաթ օրվա եթերը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր հաղորդումը եւ մինչ նոր հանդիպում այս ալիքում ամենայն հավանականությամբ կիրակի, եթե ստացվեց, կաշխատեմ շաբաթ օրը ձեզ հարցազրույց ներկայացնել մեր անալիտիկա ալիքով։ Բարով մնաք եւ ամենագլխավորը անփորձանք։